ölkələrin böyük əksəriyyətində Ադրբեջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով իշխանությունները բռնում են մասնավորեցման ուղին այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպմանը. Bu çox ciddi sosial addımdır. Bir də demək istəyirəm ki, Նա միջազգային փորձագետների մասնակցությամբ մասնավորեցման ծրագիր մշակելու հանձնարարություն է տվել ծրագիրը, որը ենթադրում է տեղացի եւ արտասահմանցի ներդրողների ներգրավում, պետք է բարելավի գործարար միջավայրն ու տնտեսական աշխուժություն ստեղծի։ Փորձագետների գնահատմամբ նավթի համաշխարհային շուկայում գների շարունակական անկումից ամենաշատը տուժած երկրներից մեկը նավթով հարուստ Ադրբեջանն է, որտեղ ազգային տարադրամի կտրուկ արժեզրկումը հանգեցրել է սննդամթերքի սրընթաց գնաճի, աշխատատեղերի զանգվածային կրճատումների, ինչն էլ երկրում աննախադեպ բողոքի ալիք է բարձրացրել։ Չնայած ստեղծված իրավիճակին Ալիևը համաձայն չէ Ադրբեջանում առկա լուրջ ֆինանսական ճգնաժամի մասին պնդումների հետ։ Ադրբեջանն ավելի քիչ կորուստներ է կրել, քան մյուս նավթային երկրները, հայտարարել է Ալիևը։ Նա նաև հավաստիացրել է, թե Ադրբեջանը հեշտությամբ է հաղթահարում դժվարությունները, կարևորելով երկրում հիմնովին բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը։ Նախագահ Ալիևի խոսքերով առաջարկներ են մշակվում նաև արժութային շուկան կարգավորելու ուղղությամբ, սակայն ինչպես պարզ է դառնում Ալիևի ելույթից, իշխանությունները ստեղծված իրավիճակը հաղթահարելու հիմնական ելքը մասնավորեցման մեջ են տեսնում, գրում է երկրի մամուլը։ Թուրան գործակալությունը փորձել է պարզել, թե որ ոլորտներն են սեփականաշնորհման ենթակա՝ էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայությունների, շինարարության, ծովային տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտները։ Գործակալությանն ասել է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին։ Ադրբեջանցի տնտեսագետը սակայն կասկածում է, որ արտասահմանյան ներդրողները հետաքրքրություն կդրսևորեն Ադրբեջանում մասնավորեցման գործընթացների նկատմամբ, հաշվի առնելով իր խոսքերով երկրում դատական անկախ համակարգի, ակտիվ քաղաքացիական հասարակության, ազատ լրատվական դաշտի բացակայությունը եւ կոռուպցիայի առկայությունը։ Մինչդեռ Ալիևի վարչակազմի պնդմամբ աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն անտարակույս կշարունակի լինել Ադրբեջանը։ Նախագահ Ալիևն իր այսօրվա ելույթում հավաստիացրել է, թե անցնող տարում Ադրբեջանը տնտեսական զարգացման հետ կապված որևէ խնդիր չի ունենա։ Իսկ մինչ այդ Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ալիքը չի մարում։ Այսօր առավոտյան էլ փողոց է դուրս եկել Ջալիլաբադի բնակչությունը։ Խաղաղցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են գործազրկության գնաճի դեմ եւ նույն ժամանակ պահանջում հասցեական սոցիալական օգնություն։ Այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում Բինայում, որտեղ երկուշաբթի օրը խանութներն այդպես էլ չեն բացվել։ Առևտրականներն այդպիսով իրենց դժգոհությունն են հայտնել վարձակալության բարձր գների դեմ։ Մի քանի ամիս առաջ այստեղ խանութի վարձակալության միջին գինը կազմում էր 100 մանատ, իսկ հիմա 1000-ից 1500 մանատ։ Այսօր մեր առևտուրը կազմում է առավելագույնը 100-ից 150 մանատ։ Բացի այդ, դադարեցվել են Չինաստանից եւ Թուրքիայից ապրանքների ներկրումը, գները աճել են եւ ոչինչ չի վաճառվում, պարզաբանել է առևտրականներից մեկը։ Bırakmırlar onu. Onun 2 gün bundan evvel gelen maldır.